անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն, Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ, ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում, բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ, հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից և յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ և լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Մենք լսվում ա ժողովուրդ։ Հաղթանակ քաղաքացի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ողջունում են բոլորին։ Ժողովուրդ ջան, նախընտրական քարոզարշավը եզրափակիչ փուլ ա մտել եւ շատ կարեւոր է արձանագրել, թե այս բոլոր թեմաների մեջ մենք ինչ խնդիր ենք հետապնդում։ Մեր մեծագույն խնդիրն է նոր որակի պետություն ստեղծելը կամ ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետությունը նոր որակի պետություն դարձնելու բնականոն գործընթացը շարունակելը։ Այսօր Հայաստանում ընդամենը ժամեր առաջ Գագարին բնակավայրում տեղի ունեցավ արհեստական բանականության առաջին գործարանի բացումը շուրջ ավելի քան 70 միլիոն դոլարի ներդրմամբ։ Հունիսի մեջ տեղի կունենա արհեստական բանականության երկրորդ գործարանի բացումը հրազդանմեքենա գործարանի տարածքում, որը ըստ կանխատեսումների կարող է դառնալ մինչև 5 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ակտիվորեն է մտնում տեխնոլոգիական և տնտեսական տրանսֆորմացիայի փուլ։ Դուք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեսաք զորահանդեսը Հայաստանի Հանրապետության նոր բանակի։ Մենք այդտեղ ցուցադրեցինք ժամանակակից, գերժամանակակից նորագույն սպառազինություն, որի մի հատվածը արտադրված էր օտար երկրներում, բայց մյուս հատվածը արտադրված էր Հայաստանի Հանրապետությունում, և սա մեր առանձնաշի ուրախության և հպարտության առիթ է։ Բայց ուզում եմ նաև արձանագրենք, որ այդ արդյունքը մենք ունեցել ենք այդ թվում նրա պատճառով, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականին մենք գիտության ֆինանսավորումը 2.8 անգամ 180%-ով ավելացրել ենք։ Մենք գիտության ոլորտում 100-ից 300%-ով ավելացրել ենք ֆինանսավորումը և աշխատավարձերը։ Մենք գիտության ոլորտում 20 միլիարդ դրամ ենք ներդրել գիտական, գիտահետազոտական և կրթական կազմակերպություններին գիտական սարքավորումներով ապահովելու համար։ Եվ այդ ծրագրի գագաթնակետը, թագն ու պսակը Երևանի պետական համալսարանի համար նոր 10 միլիոն դոլար արժողությամբ սուպեր համակարգչի գնումներ, որը տեղադրված է, աշխատում է և որը հասանելի է մեր ամբողջ գիտական և կրթական համակարգի համար։